Իրանի դեսպանը հայտնել է նաև, որ նախօրեին մոտ 24 ժամ տեխնիկական խնդիրների պատճառով Իրան-Հայաստան սահմանը փակ է եղել, սակայն այսօր առավոտյան այն վերաբացվել է։ Այսօր ամբողջ օրը Մեղրի սահմանի մոտ աշխատել է իմ գործընկեր Գայանե Ալեքսանյանը, որը ներկայացնում է իրավիճակը ագարակ անցակետում։ Այն բանից հետո, ինչ հայ-իրանական սահմանի ագարակի անցակետը բացվել է քաղաքացիների համար, անցակետում ավելի մեծ աշխուժություն է նկատվում։ Վաղ առավոտյան անցակետի բացվելուն պես իրանցիների մի մեծ խումբ անցավ սահմանը, նրանք գիշերվանից էին սպասում, նրանց ասել էին, որ տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարող այդ ժամանակ անցնել սահմանը։ Խոսքը փախստականների մասին չէ, խոսքը իրանցիների մասին է, որոնք նշում էին, որ Հայաստան են եկել որպես տուրիստ եւ սա պլանավորված այց է եղել նրանց կողմից։ Նրանք ընդամենը 1-2 ճամպրուկով են եկել, ակնհայտորեն ոչ երկար ժամանակով մնալու մտադրությամբ։ Սա այս պահի դրությամբ իրավիճակն է, սակայն չենք կարող ասել, թե այն ինչպես կարող է փոփոխվել միգուցե առաջիկա ժամերին, միգուցե առաջիկա օրերին, քանի որ իրավիճակը րոպե առ րոպե է փոխվում եւ շատ ավելի ինտենսիվ են դառնում ռազմական գործողությունները։ Ամեն դեպքում մենք այս պահին սահմանով անցնող քաղաքացիների մեծ հոսք չենք նկատում, անգամ այնպիսի մեծ հոսք չենք նկատում, ինչպիսին անցած տարվա ամռանն էր 12-օրյա պատերազմի ժամանակ, շատ ավելի մեծ թվով թե Իրանի, թե այլ երկրների քաղաքացիներ էին Հայաստանի սահմանը հատում, շատեր այլ երկրներ մեկնելու, շատերն էլ այստեղ որոշ ժամանակով ապաստանելու համար, մինչև որ իրադրությունը կայունանար Իրանում։ Մենք այսօր զրուցում էինք սահմանը անցնողների հետ եւ նրանք պատմում էին, որ շատ ինտենսիվ ռմբակոծություն է կոնկրետ Թեհրանում, շատերը Թեհրանից էին գալիս ու նշում էին, որ իրականում Թեհրանից տեղափոխվելը շատ մեծ դժվարություն է իրենից ներկայացնում։ Մի կին անգամ պատմեց, որ ինքը բավական մեծ դժվարությամբ մի կերպ է կարողացել տաքսի գտնել, մեքենա գտնել, որպեսզի հասնի Հայաստանի հետ սահման։ Ասում էր, որ չնայած իրավիճակը այդպիսին է, բայց ընդհանուր առմամբ բնականon կյանք որպես այդպիսին կաթվածահար չի եղել, խանութները բաց են, մարդիկ իրենց ամենօրյա առևտուրը դուրս են գալիս, անում են, չնայած որ վախում են ապրում, քանի որ անկանխատեսելի է, թե ինչպիսի ընթացք կարող է սա ստանալ եւ որքան ավելի կարող են սա ստանալ հարվածները թե այլ քաղաքների, թե մայրաքաղաք Թեհրանի վրա։ Այսպիսով մենք այս պահի դրությամբ, եթե ամփոփենք քաղաքացիների մեծ հոսք սահմանով անցնող չենք նկատում, սահմանային անցակետը աշխատում է իր սովորական ռեժիմով, կարող ենք ասել, թե 3, թե այսօր մենք նկատում ենք, որ ապրանք տեղափոխող բեռնատարները անցնում են սահմանով, Իրանի կողմից էլ բեռնատարներ են գալիս։ Երեկ մենք շատ օտարերկրացիների հանդիպեցինք սահմանային անցակետով անցնող, խոսքը Ռուսաստանի, Չինաստանի, Կանադայի քաղաքացիների մասին է, ազգությամբ իրանցիների, որոնք այլ երկրների քաղաքացիներ են, նրանք նշում էին, որ եկել են Հայաստան իրենց երկրներ տեղափոխվելու համար։ Այս օրերին նաև Մեղրիում կարելի է շատ օտարերկրացիների տեսնել, սահմանն անցնելուն պես, սա այն քաղաքն է, որտեղ նրանք հանգրվանում են 1-2 օրով իրենց ճամփորդությունը այնուհետև շարունակելու համար։ Նշեմ, որ այդ քաղաքացիների թվում կային նաև այնպիսիք, որոնք ստիպված էին եղել Հայաստան գալ այն բանից հետո, երբ նրանց թռիչքը մեկնարկից ընդամենը րոպեներ առաջ չեղարկվել էր, երբ արդեն փակվել էր Իրանի օդային սահմանը։ Ենթադրվում է, որ Հայաստանի սահմանային անցակետով այստեղ Հայաստան մուտք գործող օտարերկրացիների, իրանցիների թիվը միգուցե առաջիկա օրերին ավելանա, բայց այս պահի դրությամբ իրավիճակը այսպիսին է։